Մահացած անձի տվյալները դուրս են բերվում բնակչության պետական ռեգիստրից եւ համապատասխանաբար նաեւ ընտրողների ցուցակներից, երբ որ լիազոր պետական մարմինը ունենում է ինֆորմացիա, որ անձը մահացած է։ Սա բնականաբար ինչ-որ գործողություն է ենթադրում, որ այդ ինֆորմացիան փոխանցվի տվյալ դեպքում Միգրացիա եւ քաղաքացիական ծառայություն։ Փոխանցվում է Արդարադատության նախարարության քաղաքացիական ակտերի գրանցման գրասենյակից։ Եթե այդ ինֆորմացիան ԶԱԳՍ-ը ժողովրդի կենցաղային լեզվով ասած չի ունենում եւ մեզ չի փոխանցում, անձը դուրս չի բերվում ցուցակից։ Որ դեպքերում է նման իրավիճակ ստեղծում, երբ ոլորտի լիազոր մարմինը չունի գրանցված մահվան մասին ինֆորմացիա։ Երբ մահը գրանցվում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, հուղարկավորությունը կատարվում է սահմաններից դուրս կամ նույնիսկ անկախ այդ հանգամանքից, երբ Հայաստանի Հանրապետությունում հարազատները ձեռք չեն բերում մահվան վկայական։ Այդ պարագայում անձը մնում է այնքան, մինչև ընտանիքի անդամը կամ որևէ հարազատը, սովորաբար դա լինում է ժառանգության համատեքստում, երբ ժառանգության հարցերով են ընտանիքի անդամները զբաղվում, այդ ինֆորմացիան հայտնի են դարձնում լիազոր մարմնին։ Ես նշեմ, որ հենց այս նպատակով նաև նախարարի հրամանով, ներքին գործերի նախարարի հրամանով համայնքային ոստիկանները տևական ժամանակ մինչև ընտրությունները շրջում են հասցեներով նման դեպքերը բացահայտելու, համապատասխան արձանագրություններ կազմելու համար, բայց իհարկե 100%-անոց արդյունք հնարավոր չի լինում ապահովել, որովհետև ձեռքով աշխատանք է, ավտոմատացված չէ, եւ բացի դրանից կրկին անգամ շեշտադրեմ, որ մենք ընտրությունների նշանակման օրվանը նախորդող 40-րդ օրը հրապարակում ենք նախնական ցուցակները, այնուհետև որոշակի ժամանակահատված առաջ տվյալ պարագայում նոյեմբերի 9-ին Կիրակի օրը հրապարակվել են վերջնական ցուցակները